Կապված ընտրությունների հետ իհարկե պարոն Ղուկասյանը մասնակցելու է, այսինքն դոկուսակցությունը մասնակցելու է, բայց դաշինքով թե միայնակ դրա մասին իմ կարծիքով խոսելը դեռ շուտ է, բայց որ մասնակցելու է 100%-ով, հակառակ դեպքում մեզ ամբողջ պայքարը եւ այս ազատազրկումը էլ ինչի համար է։ Ազգային ժողովում կկազմենք կոալիցիա թե ոչ, ես եւս չեմ բացառում, մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ազգային ժողովում ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, ով ուզում է դա լինի, միայն թե լինի ընդդիմադիր, ռեալ ընդդիմադիր, այո կազմելու ենք։ Ես իմ բան կարող եմ ասել, որ նման իրավիճակ ես չեմ հիշում ոչ մի իշխանության օրոք, մեծ տիպի քաղաքական սպանություններ, աջապայավոր բան հոգևորական դատեն, կամ հոգևորականներ կալանավորեն, նման բան չի եղել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ մյուսների օրոք, սա չտեսնված դիկտատուրայի ինչ ասեմ, արտահայտման ձև է, որը որ չի եղել եւ չկա ոչ մի երևակայի հետխորհրդային սովետական պետության որևիցե մեկի տարածքում։ Եվ այս հայտարարակ այդ իրավիճակը, այս ժողովրդի ռադիկալ անտարբերությունը առհամարակ այս ամեն ինչը նկատсан իձուղակի զարմացնում, բայց ավելին ինձ զարմացնում է ամենալ հայոց կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեվորականների քարլռությունը աջապայրանի հարցում։ Ես նման կաթողիկոս չեմ տեսել իմ այսպես ասած կյանքի ընթացքում կամ առասարակ պատմության ժամանակ չենք էլ անցել, որ ինչ-որ մի իշխանություն վեկալի բարձր դասի հոգևորական գլխին սարքի 5 տարի գլխին ուղղակի բերդ եւ եկեղեցին դրանում լռի։ Այստեղ հիշեցի հայտնի դեպքը, որ տեղի ունեցավ, երբ որ Վարդան Ղուկասյանի ճնշման միջոցով այն Ղարաբաղցի անձնավորությունը չդատապարտվեց, որ ամեն տեղերից ժողովուրդնական հավաքման դատարանի թեմը բոլոր տեղ դրել էին Արա Գևորգյանի երաժշտությունը, ամբողջ համացանցը տրակում էր, այդ մարդուն բացողեցին եւ որոշակի ուժեր, ռոբականներ, սերժականներ հելանացին, այդ մենք արեցինք, որ այն Ղարաբաղցուն չդատեցին։ Բայց եթե դուք արեցիք, որ Ղարաբաղցուն չդատեցին, այլ որտեղ Վարդան Ղուկասյանը, որ վիճարկում էիք եւ հատուկ այդ մարդիկ ունեցան համազգություն, հելանացեցին, որ ոչ դա Վարդան Ղուկասյանը արեց, բայց հիմա Վարդան Ղուկասյանը չկա։ Բանեցանեի Կաչապարյանը չդատվեց, բախի չարեցիք։ Այդ այն падգամավորներով, տերտերներով եւ այլ ես անգամ կոչ արեցի, չէ՞ դուք հլնեիք եւ դուք չտայք այդ մարդուն 5 տարի ինչի համար ինչ էր արել այդ մարդը։ Ես բացարձակ չեմ կարողանում հասկանալ, ես համոզված եմ գալու է մի օր, այդ գլխավոր դատախազ, այդ մյուսներ պատասխան են տալու օրենքի առաջ բարես ամենաբուն իմաստով եւ ամենախիստ ձևով։ Բայց այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանը կար, այս կարգի բարդակ գոյություն չուներ, էլի ինչ-որ մի բանից վախենում են, հիմա փակեցին X ժամանակով Վարդան Ղուկասյանի բերանը եւ խոսափողը, բարդակերի ժողովրդին ուտում է, բանակը շինում է տարյուկես, այդ ցեղասպանության այդ շուշամալին է կպսը, մարդկանց են ով ոնց ուզում դեկալում տանում փագում, կամ այս բանի Մերձավանի սպանություն ասում են անձնական հողի վրա, դա անձնական սպանություն չէր։ Կամ որտեղ եք դեսպանատան կամ հյուպատոսարանի տարածքում թեկուս մարդը ինքնասպան լինի։ Այդ ինքնասպան եղավ։ Ուրիշ տեղ այդ հյուպատոսը բայց ինքնասպան չէ լավ, երբ որ քաղաքացին մտել է ներսը օգնություն ախադրամաս մեծ էքստրադիցիա արեք։ Դուք անցել եք դուս մարդու թողում եք ու մեկ էլ բարձր մարդ ինքնասպանություն ագործե Խանչալաձերը ո՞նց է մտել դիվանագիտական տարածք։ Ու ինչի ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Ինքես գլխավոր դիվանագետը չի աչոտ տալի ժողովրդին։ Հյուպատոսության տարածքում մարդ է ինքնյան մորթը, ինչի համար։ Մի խոսքով ես հիմա համոզված եմ, որ համ Էվորասա Միշել չկա հետ ինչի իշխի այդ առաջին
այլ մարդիկ ովքեր որ ասում են հայոյանքները, ես հիմա ելնեք են Տալիվան Ղուկասյանի հայոյանքներին, ասում են ուր երեմ է հելնել մեկ գյոզալական կարծիք արտահայտես, որ ասես բան տեղի չունենաս։ Ես նորից պետք է կրկնվեմ, որ անցած գնացած իմ աշխատանքային կարիերայի ժամանակահատվածում մենք ցես բարդակ իրավիճակ երբեք չենք հիշում եւ չեմ էլ մտաբերում, որ նման բանատերի ունեցել մեր երկրում։ Նորից անդրադառնամ Միրզավանի սպանությանը, գիտեք ինչ, ես իմ մասնագիտական կարծիքով կարող եմ ասել, որ սա անձնական հողի վրա կատարված սպանություն չի, դա բացառվում է։ Անձնական հողի վրա կատարված սպանությունը չեն գալիս բոլորին միասին գնդակահարում ու գնում, այսինքն եթե նպատակ ունեն հարց լուծելու, իրանց հարցը լուծում են կոնկրետ մեկի հետ, հիշում եք մի հատ մարդ կար, մտավ բանկեր, ուր մտավ քենուն խփեց, վերջում իրան խփեց կամերայի աշխարհը չկողինեցած մարդու վրա չկրակեց, այդ անձնական էր։ Եթե կամերայի աշխարհը նախի զինվորական էր համակարգի աշխատող, հանքելու խփեց, համիա խփեց, այդ անձնական էր։ Իսկ այս պարագայում գալ դնել բոլորին կռսնել, վերջում մոտենալ, հանգիստ, ստուգել, դա մերելացի չի մերել ու թողել գնալ, դա անձնական չի, այսինքն կիլերը վստահ եղել է անպատժելիության վրա։ Գումարը վերցելը, ով կողներել է, կմպցել է, կնասել եմ, ասում են գցել ենք, էսա էնա։ Չգիտեմ, ու էվեդեի մինիստրն էլ ծրված ասեղ դեմքով գալի տնգվմանտեղ, ոտես ինչ ես եք է տնգվել, դուք եք ղրգել, այդ կիլերին դուք եք ուղատկել։ Եվ սա մեսիջ էր էժմիացինի ընտրություններից առաջ բոլեմենե ընդիմադիր մարդկանց, որովհետև այդ տղան, այդ Միրզավանի տղան, միակ մարդն էր, որը Նիկոլին կրեց և ցույց տվեց, որ այո, հնարավոր է այդ վիժվածքին կրել։ Եվ այսօր այդ մարդու նկատմամբ եղան հաշիվս այդ ասած բանը, ինչ վերաբերումակ ասեք բանը, Լեննականում էլ Վարդան Ղուկասյան, ես Լեննականի Վարդան Ղուկասյանին ընդդիմադիր չեմ համարել, ինչ հետևություն կուզե թողեն է, բայց այս Միրզավանի երիտասարդը երջանկահիշատակը ռեալ ընդդիմադիր էր, եւ սա չներվեց, եւ ես հիմա ուզում եմ հորդորեմ բոլոր այն անձանց, ովքեր որ պատրաստվում են ընտրությունների տեղական ինքնակառավարական մարմիններում, զինվեն համարձակությամբ, համախմբվեն եւ միասնական գնան եւ չենթարկվեն աչուծախ պառակտողներին։ Այնտեղ ես նայում եմ, թե ինչա կատարվում, բևեր, չգիտեմ, մյուսներ, այնտեղ բանակներ եւ այլն, մեկը մեկի խփնել, վիրավորել, դա ինչի համար է արվում։ Դա արվում է, որ այդ մարդիկ ռեալ ատելության ալիքը Նիկոլի վրայից ցրում է ու սկսում են մեկը մյուսին հագցնել, կրծնել, բաժանել, որ տիրես դանով է տիրավիճակը, որ Նիկոլի վրայից ալիքը շեղվի։ Այդ պառակտիչներին քիչ լսեք։ Այդ պառակտիչ երևույթների, որոնց հետևը բացի կնանիքից ու մեկ էլ կարող է հարևանի մարդուց կամ կնկամարտուց ուրիշ մարդ կանգնած չլինի, նման մարդկանց մի լսեք, սիրելի ժողովուրդ։ Դրանք պառակտիչներ են, դրանք բուն թիրախի վրից ձեր ուշադրությունը շեղողներ են։ Իսկ հանրապետությունում տիրող նարկոբիզնեսի խայտառակ աճը, կոռուպցիայի խայտառակ աճը, սպանությունները, խոշտանգումները, լրագրողներին ծեծելը եւ այլ, այս ամենը սենց բան չի եղել 91 թվից սկսած։ Ու այս ամենը ինչ-որ մի հատ չընթռլակ Նիկոլա անը, ես դա բացառում եմ, որովհետև ստեղ մենակ Նիկոլը չի, եւ այդ Նիկոլի այս բարձակ իրավիճակը վերատալիս Սերժ Սարգսյան երևույթին առաջին հերթին, ասել եմ ու նորից կասեմ, այդ Չիբուրաշկին։ Եվ այն մարդիկ, ովքեր որ պաշտպանում են այդ Չիբուրաշկին, շարունակում են թելել նույն Նիկոլի եւ Սերժի թելը։ Պակասը Ռոբիկն էլ չի, բայց գլխավոր հերոսը դա է։ Նման բարդակ չի եղել։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ ցավակցեմ սպանված անձանց, ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին եւ կուզեն ինձ համաձայնեն, կուզեն չպետք է ասեմ մի բան։ Քանի այս իշխանությունը կա եւ սրա նմանները, այս սպանությունները չեն բացահայտվի։ Ինչպես ռեալ դեռ չբացահայտվեց Սազի սպանությունը, ով էր դրա հետևում կանգնած։ Ես ասել եմ ով է դրա հետևում կանգնած։ Հա, վեկալ է տարել են ընկերբան Ռուստամին, բայց մենակ Ռուստամը չի։ Այն
Մարդամեկը կա, որի ձեռները ասում պոլոկը սկրավի, ինքեզ նարեկ է, ինչ է դրա անունը, ազգային շիշ բռնողը, ազգային ժողովի պատգամավոր։ Ամենամեծ հանցագործներից բնը մեկը։ Իսկ այս դեպքում, սա միանշանակ բանը բացառում է, որ սա կբացահայտվի սրանց օրոք։ Եվ այո, սա բան ունեցել նախապատմություն ունեցող դեպքեր եւ սրա գլխավոր պատասխանատուն, գլխավոր դատախազուհին է, որը ես չեմ ուզում ասեմ, ես գիտեմ որ նա ամուսին ունի, բայց ամուսինը պիտի մի քիչ ուշադիր լինի, որովհետեւ գլխին աճել են կոտոշներ։ Սա կուլտուրական տաղավար է, կուլտուրական կարտահայտել։ Տղա ջան, գլխիդ կոտոշներ են աճել, մի քիչ ուշադիր եղի։ Ցավակցում եմ եւ սա կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ որ կա նորմալ իշխանություն։ Ես ամենադեպս խոստանում եմ, որ բոլոր քաղաքական սպանությունները, որոնք որ կատարվել են Հայաստանի Հանրապետությունում, ենթակա են բացահայտման։ Հայաստանում չկա այդպիսի մի սպանություն, որ չբացահայտվի ցանկության դեպքում։ Նամանավանդ եթե գործը արում են պրոֆեսիոնալները։